Ողջույն Տիգրան, հուլիսի 13-ին Շուշիում 4-րդ գլոբալ մեդիա ֆորումն է տեղի ունեցել, որի բացման ժամանակ բավականին ծավալուն ելույթ է ունեցել, ասուլիս է ունեցել Իլհամ Ալիևը, խոսել է նաև Ադրբեջանի հարաբերությունների մասին Միացյալ Նահանգների, Եվրոպական միության ու Ռուսաստանի հետ։ Այս թողարկման առաջարկում եմ հենց այդ մասին խոսել, նաև ինչ-որ համեմատականներ կտանենք Հայաստան և այդ երկրների հետ հարաբերությունների մասով։ Սկսենք Ռուսաստանից, քանի որ Բայրամովը Մոսկվայում է Լավրովի հետ պետք է հանդիպի, թեև մեր նկարահանման պահին դեռևս հանդիպման մասին մանրամասներ չկան, բայց առհասարակ վերջին շրջանի զարգացումները դիտարկելով Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները ինչ փուլում են և Ադրբեջանը ինչ է փորձում ստանալ այստեղից։ Կարծում եմ ընդհանուր առմամբ Ադրբեջանն ու Ռուսաստանը հաղթարել են այն ճգնաժամը, որը գոյություն ուներ հարաբերություններում ինքնաթիռի այդ գործանումից հետո, եւ այս փուլում, եթե հարաբերությունները շատ լավ չեն, բայց առնվազն կառավարելի են։ Ալիևը այդ ֆորումի ընթացքում եւս արձանագրեց, որ բոլոր խնդիրները անցյալում են, իհարկե շատ ավելի հետաքրքիր էպիզոդ էր, երբ նա խոսում էր նախորդ տարվա ֆորումից հետո մի շարք լրագրողների եւ պրոադրբեջանական էքսպերտների նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին, մասնավորապես Միխայել Գուսմանը, հիշում ենք, որ հրաժարական տվեց 10-ի փոխնախագահի պաշտոնին եւ ստիպեցին հրաժարական տալ պրոադրբեջանական փորձագետ Մարկովը եւս հայտարարվեց օտարերկրյա գործակալ եւ նա այս թեմայով բավականին զվարճալի հատված ունեցավ, որտեղ մեծ հաշվով թրոլինգի ենթարկեց ռուսներին։ Ալիևը ռուսների հետ հարաբերություններում կարողանում է համատեղել այս մի կողմից բավականին խիստ քննադատությունը, մասնավորապես երբ խոսքը գնում է Ուկրաինայում պատերազմին եւ մյուս կողմից էլ պրագմատիկ հարաբերությունների պահպանման կարեւորությունը, եւ սա մեծ հաշվով ընդհանրում է Ադրբեջանի հարաբերությունները բոլոր ուժային կենտրոնների հետ։ Ռուսաստանի հետ այս իրավիճակը հետաքրքիր այն առումով, որ Բաքուն մեծ հաշվով կարողացավ հատկապես Արցախի էթնիկ զտումից հետո, երբ Ռուսաստանը կորցրեց իր դերակատարությունը այս հակամարտությունում եւ նաեւ ինչ որ չափով թուլացավ ուկրաինական պատերազմի պատճառով, բալանսավորել այդ հարաբերությունների բնույթը։ Երբ ի սկզբանե այս ճգնաժամը սկսվել էր Մոսկվայի եւ Բաքվի միջեւ, շատ արևմտյան դիվանագետներ հույս ունեին, որ Ադրբեջանը սկսում է Մոսկվայից դիստանցավորելու քաղաքականություն, որ շարժվելու է ինչ-որ այլ ուղղություններով, ես այն ժամանակ ել էի նշում, այս հաղորդման շրջանակում էլ ենք նշում, որ նպատակը դա չէ, նպատակը Ադրբեջանի տեսանկյունից ավելի հավասար հարաբերությունների կառուցումն է, երբ չկա մեծ եւ կրտսեր եղբայր տիպի հարաբերություններ, երբ Ադրբեջանը կարողանում է իր շահերը պաշտպանել, այդ թվում նաև Մոսկվայի հետ հարաբերություններում։ Այդ առումով իհարկե շատ հետաքրքիր է Կրեմլի արձագանքը այս ամենին, բավականին ակտիվ քննարկվեց այդ արձագանքը հատկապես սոցիալական մեդիայի հայկական տիրույթում, երբ Պեսկովին ուղիղ տեքստով հարցեր տվեցին ինչպես Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Ալիևի մեկնաբանությունների մասին, այնպես էլ այդ թրոլինգի հատվածի մասին, երբ մեծ հաշվով ծաղրում էր Ռուսաստանին այդ պահվածքի համար, շատ զգուշավոր, բալանսավորված պատասխան է եւ սա իհարկե լուրջ կոնտրաստի մեջ է այն արձագանքի հետ, որը կա Մոսկվայի կողմից Հայաստանի տարբեր գործողությունների վերաբերյալ, սա ցույց է տալիս, որ Մոսկվան կարծես թե ինչ-որ չափով ընդունել է Ադրբեջանի այս նոր կարգավիճակը, Ադրբեջանի այս նոր դերը տարածաշրջանում, մինչդեռ Հայաստանին շարունակում է դիտարկել որպես ինչ-որ սատելիտ պետություն, որը իրավունք չունի անկախ արտաքին քաղաքականություն վարել, որը իրավունք չունի Մոսկվայի պատկերացումներով իրենց շահերին հակադրվող ինչ-որ հայտարարություններ կամ քայլեր անել։ Սա միայն տնտեսական ու նաև գուցե քաղաքական շահերի բալանսի հետ է պայմանավորված, թե Ադրբեջան, օրինակ Եվրոպական միության հարաբերություններն են նպաստում, որպեսզի Ռուսաստանի հետ կարգավորումները ավելի հեշտ լինեն։ Կարծում եմ առաջին հերթին սա պայմանավորվում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական կարևորությամբ։ Ադրբեջանը Ռուսաստանի համար վերջին տարիներին դարձել է կարևոր հանգույց առևտրի դիվերսիֆիկացման գործընթացում։ Ռուսաստանը վերջին տարիներին այդ հյուսիս-հարավ միջանցքում բավականին լուրջ ներդրումներ է կատարել կամ խոստացել կատարել։ Ադրբեջանը կարծում եմ բոլորի կողմից ընդունում է որպես Հարավային Կովկասի առաջատար երկիր իր ռեսուրսներով, իր քաղաքական եւ ռազմական կշռով, եւ դա է հենց այն հանգամանքը, որը
թույլ է տալիս Ալիևին այս տիպի քաղաքականություն վարել, Ռուսաստանը ստիպված է պարզապես հատկապես այս փուլում, երբ դեռևս պատերազմը Ուկրաինայում շարունակվում է, հաշվի նստել այս մոտեցումները։ Մենք արձանագրել էինք, որ նախորդ փուլերում Ռուսաստանը նաև ինչ-որ չափով հաշվի էր նստում Հայաստանի որոշ քայլերի հետ, երբ դրանք չէին ազդում իր ռազմավարական ներկայությունը երկրում, հիմա տեսնում ենք, որ վերջին շրջանում այդ մոտեցումը փոփոխվել է, Ադրբեջանի պարագայում այս հանգամանքը ավելի մեծ է, այսինքն Ռուսաստանը ինչ-որ չափով նաև փոխադարձ կախվածության մեջ է մտել ավելի փոքր այս երկրներից, որոնք կարողանում են ապահովել նրան այդ դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը, այստեղ իհարկե մեկ այլ կարևորագույն գործոն Թուրքիայի գործոնն է, բարձր է, որ Թուրքիան շատ ավելի կարևոր երկիր է Ռուսաստանի համար Ուկրաինայի պատերազմի մեկնարկից հետո եւ Ադրբեջանի հետ որևէ կոնֆրոնտացիա իհարկե կարող է հանգեցնել նաեւ Թուրքիայի հետ դիմակայության, ինչը իհարկե չի բխում Ռուսաստանի շահերից։ Իսկ Եվրոպական միության հետ տարաձայնությունները Բաքվի ինչպես են առհասարակ այս համակարգի ձևավորման վրա ազդում Ադրբեջանի արտաքին քաղաքականության։ Իրականում որևէ լուրջ տարաձայնություններ Եվրոպական միության գործադիր մարմինների հետ Ադրբեջանը այս փուլում չունի, խնդիրները Եվրախորհրդարանի հետ են, որ շարունակում է ինչ-որ բանաձևեր եւ հայտարարություններ ընդունել, որոնք Բաքվի տեսանկյունից չեն բխում Ադրբեջանի շահերից, այստեղ կարծում եմ կարևորագույն գործոնն հենց Եվրոպական միության, Եվրոպական հանձնաժողովի այս ավելի աշխարհաքաղաքականացված մոտեցումն է տարածաշրջանին, պրագմատիկ մոտեցումն է տարածաշրջանին, այսպես կոչված աշխարհաքաղաքական հանձնաժողովն է, որը որոշ դեպքերում մի կողմ է դնում սկզբունքները, մարդու իրավունքների վերաբերյալ նկատառումները եւ զուտ պրագմատիկ բնույթի հարաբերություններ է կառուցում տարբեր երկրների հետ եւ Ադրբեջանը դրա ամենավառ օրինակն է։ Ադրբեջանը կարողացել է գործիքայնացնել գազի մատակարարումը եվրոպական տարբեր երկրներ, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, որպեսզի կառուցի այս հարաբերությունները, այստեղ նույնիսկ կարևոր չի այն ծավալը, որ Ադրբեջանը ապահովում է, այլ այն երկրների քանակը, որտեղ այդ գազը ապահովում է, որոշ երկրների պարագայում չափաբաժինը ադրբեջանական գազի բավականին մեծ է, օրինակ Իտալիայում, բայց վերջին ամիսների ընթացքում ավելացել են նաև երկրների թիվը, որտեղ մատակարարվում է ադրբեջանական գազը, եւ Եվրոպական միությունը կարծես թե թույլ է տալիս իրեն օգտագործել այս գործընթացում, որովհետեւ երբ զրույց է բացվում տարբեր պաշտոնյաների հետ ԵՄ հանձնաժողովում աշխատող, նրանք նշում են այս կախվածությունների մասին, բայց այստեղ կա մեկ կարևոր հանգամանք, որ այդ կախվածությունները փոխադարձ են եւ ես ավելին ասեմ, որ Ադրբեջանի կախվածությունը եվրոպական շուկայից շատ ավելի մեծ է, քան Եվրոպական միության կամ Եվրոպական միության տարբեր երկրների կախվածությունը ադրբեջանական գազից, Ադրբեջանի ողջ գազային ենթակառուցվածքները գնում են դեպի Եվրոպա, այսինքն նույնիսկ ցանկության դեպքում շատ մեծ հնարավորություններ չկան դիվերսիֆիկացնելու համար, եւ Եվրոպական միությունը փոխարենը օգտագործի այս փոխադարձ կախվածությունը ինչ որ չասենք պայմաններ, բայց մինիմալ ինչ որ պայմաններ ստեղծելու համար, այդ թվում նաև Ադրբեջանում գործող տարբեր քաղաքական դիսիդենտների, քաղաքացիական հասարակության դերակատարների, հայ գերիների հարցում այն պարզապես ընդունել է այն խաղի կանոնները, որը թելադրում է Բաքվի կողմից եւ ունենք շատ տարօրինակ իրավիճակ, երբ ԵՄ-ն օրինակ նույն Վրաստանում խոսում է իրավունքների մասին, խոսում է սկզբունքների մասին, շատ լուրջ պատժամիջոցներ է կիրառում վրացական երազանքի նկատմամբ առնվազն հայտարարությունների մակարդակով շատ կոշտ հայտարարություններ է անում, շատ ավելի քիչ խախտումների համար, քան այն ինչ մենք տեսնում ենք Ադրբեջանում, եւ սա բնականաբար կարելի է նաև արտաքին քաղաքական ձեռքբերում համարել Ադրբեջանի համար, Ալիևը ի դեպ այդ ֆորումի ընթացքում եւս խոսեց այդ մասին, որ տեսեք, երբ ես իհարկե խոսքը Եվրամիության մասին չի գնում տվյալ պարագայում, եվրոպական մեկ այլ կառույցի, Եվրոպայի խորհրդի, երբ ինքը գլխավորում էր ադրբեջանական առաջին պատվիրակությունը ԵԽԽՎ-ում, նա նշեց, որ սիրում էին դասեր տալ Ադրբեջանի ժողովրդավարության մասին, հիմա նա փաստացիորեն կարողացել է գտնել այդ եվրոպացիների հետ աշխատանքի ճիշտ մոդելը եւ նույնիսկ գլուխ գոված, որ հիմա նրանք են պաշտպանում տարբեր հալածվող ժողովուրդների իրավունքները, մասնավորապես Ֆրանսիայի տարբեր տարածքներում տարբեր շարժումներ են ֆինանսավորում եւ աջակցում։
Հետաքրքիր է, երևի ամենահետաքրքիրներից է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները Ադրբեջանի, հատկապես TRIP-ի գործընթացներով պայմանավորված։ Մի քանի րոպե առաջ Թրամփ հենց հրապարակում է արել հողում դնելով Իլհամ Ալիևի ասուլիսից, որում նա գովաբանում է Թրամփին այս խաղաղության գործընթացում ունեցած դերի հետ կապված։ Ինչպիսին են Միացյալ Նահանգներ Ադրբեջան հարաբերությունները հիմա։ Այո, մեծ հաշվով Ալիևը այս ասուլիսի ընթացքում հաստատեց այն բոլոր թեզերը, որոնք մենք ունեինք ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների մասին վերջին տարվա ընթացքում։ Առաջին թեզը այն է, որ Ադրբեջանը հաջողությամբ վաճառել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացը ամերիկյան կողմին ինչ որ դիվիդենդներ ստանալու համար, այսինքն հարաբերությունների նոր մակարդակի հասցնելու համար։ Ասուլիսի ընթացքում Ալիևը ուղիղ տեքստով ասաց, որ Վաշինգտոնում նրան խոստացել էին, որ մոտակա 6 ամսվա ընթացքում կնքվելու է ռազմավարական գործընկերության վերաբերյալ այդ խարտիան, որը Հայաստանը հիշում ենք, որ ավելի երկար ժամանակ տևեց Հայաստանի պարագայում, եւ ան նշեց, որ զարմացած էր, որ ամերիկացիները կատարեցին իրենց այդ պարտավորությունը, շատ արագ կնքվեց այդ խարտիան, եւ սա ուղիղ խոստովանություն է, որ Վաշինգտոնյան գագաթնաժողովի գինը Ադրբեջանի, այսինքն Միացյալ Նահանգների համար հենց Ադրբեջանի հետ այդ հարաբերությունների բարելավումն էր, նոր մակարդակի հասցնելն էր եւ մեծ հաշվով դա հաստատում է այն բոլոր տեսակետները, որոնք մենք ունեցել ենք։ Երկրորդ գործոնը դա իհարկե ոչ թե Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններն են, այլ ընդհանրապես Միացյալ Նահանգների ավելի լայն քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ եւ այստեղ 907-րդ բանաձևի չեղարկումը Ադրբեջանի համար շարունակում է առաջնահերթություն մնալ։ Նախագահը Միացյալ Նահանգներում չի կարող չեղարկել այդ բանաձևը, որովհետև այն ընդունվել է կոնգրեսի կողմից եւ Ադրբեջանի այս բոլոր սիմվոլիկ բնույթի քայլերը Հայաստանի նկատմամբ, ինչպես եւ ենթադրում էինք, հենց նպատակ ունի ազդել այդ գործընթացի վրա, երբ Ադրբեջանը բացեց տարածքը դեպի Հայաստան տրանզիտի համար, երբ սկսեց առևտուր անել Հայաստանի հետ, Ալիևը ֆորումի ընթացքում եւս շատ ուղիղ տեքստով նշեց, որ մեծ հաշվով այդ ամենը արվում է 907-րդ բանաձևը չեղարկելու համար, քանի որ բանաձևը ի սկզբանե ընդունվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բլոկադայի իրականացման եւ նաեւ ագրեսիվ գործողությունների իրականացման համար։ Հիմա Ալիևը փորձում է ցույց տալ այդ թվում նաեւ Միացյալ Նահանգների կոնգրեսին, որ տեսեք, չկա որևէ բլոկադա, մեր տարածքով դեպի Հայաստան բեռներ են գնում, մենք ենք արդեն առևտուր անում Հայաստանի հետ եւ սրանով նրանք փորձելու են ազդել հենց կոնգրեսականների վրա, որպեսզի այդ բանաձևը չհարկի, բայց կարծում եմ սա բավականին դժվար գործընթաց է լինելու Ադրբեջանի համար, որովհետեւ իհարկե Թրամփի վարչակազմի հետ ընդհանուր լեզու գտնելը շատ հեշտ է, որովհետեւ այս վարչակազմը գործարքային արտաքին քաղաքականություն ունի, սիրում է տարբեր պրագմատիկ բնույթի գործարքներ կնքել, կոնգրեսի պարագայում ամեն ինչ շատ ավելի բարդ է, հատկապես դեմոկրատական կուսակցության պարագայում, սա նաև նշում եմ մեր վերջին այցի արդյունքների հիման վրա եւ հանդիպումների հիման վրա, այդ թվում նաեւ դեմոկրատական կուսակցության տարբեր ներկայացուցիչների հետ, այստեղ կարծում եմ լինելու է մի շարք պայմաններ Ադրբեջանի համար այս բանաձևը չեղարկելու համար։ Առաջին հերթին խոսքը վերաբերելու է Ադրբեջանի ներսում արկա ժողովրդավարական այդ ժողովրդավարության բացակայության վիճակի մասին, մարդու իրավունքների խախտումների, քաղաքական ռեպրեսիաների, ու այստեղ Հայաստանը մեծ անելիք ունի, որպեսզի այս փաթեթի մեջ մտցնեն նաև Հայաստանին վերաբերող մի շարք հարցեր, խոսքը մասնավորապես վերաբերում է գերիների հարցին, խոսքը վերաբերում է Հայաստանի օկուպացված տարածքների մասին, եթե այս փուլում չկա հակվածություն այս հարցերը կապել խաղաղ գործընթացում արկա առաջընթացի, չգիտեմ, TRIP-ի իրագործման հետ, ինչը կարծում եմ խելամիտ մոտեցում է, ապա կարելի է օրինակ այս տիպի հարցերի հետ կապել 907-րդ բանաձևի չեղարկումը, եթե այն այդպիսի կարևոր բնույթ ունի Ադրբեջանյան, կարծում եմ առաջին հերթին սիմվոլիկ բնույթ ունի, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը այնուամենայնիվ զբաղվում է այդ հարցում, փորձում է հասնել իր համար ցանկալի արդյունքի, ապա Հայաստանը որպես պետություն, Հայաստանի փորձագիտական համայնքը, քաղաքացիական հասարակությունը, միգուցե Սփյուռքի կառույցները նաև պետք է փորձեն այս գերիների հարցը, այլ խնդրահարույց կապել հենց այս փաթեթի հետ։ TRIP-ից խոսեցիր, օրեր առաջ The Guardian-ը հոդված է հրապարակել, որում ինչ-որ մանրամասներ են ներկայացրել, մասնավորապես նշել է, որ Չիկագոյում բնակվող ներդրող Կոնստանտին Սոկոլովը, ով Ռուսաստանում է ծնվել, ղեկավարելու է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի
դիպարտամենտի TRIP+ հիմնադրամը, իհարկե շատ պաշտոնական տվյալներ չեն սրանք, բայց ինչ հիմնադրամի մասին է խոսքը եւ ով է այս մարդը առհասար։ Այո, մենք նախորդ թողարկումներից մեկում բացատրել էինք այն կառույցները, որոնք հիմա ստեղծում են TRIP-ի իրագործման համար, եւ ես հայկական մեդիա դաշտում տեսա, որ բավականին թյուր մեկնաբանություններ կային այս նշանակման վերաբերյալ, մարդիկ մտածում են, որ խոսքը գնում է TRIP զարգացման ընկերության մասին, այսինքն այն ընկերությունը, որը զբաղվելու է այդ հաղորդակցության կառուցմամբ եւ նաեւ կառավարմամբ, խոսքը դրա մասին չէ։ Այս հիմնադրամը, որը կոչվում է TRIP+ հիմնադրամ, ստեղծվել է հենց այդ ծրագրերի ֆինանսավորելու համար, այդ թվում նաեւ ներգրավելով միջոցներ մասնավոր սեկտորից։ Սոկոլովը բավականին ակտիվ է ամերիկյան քաղաքականության մեջ, Guardian-ի նյութում եւս նշում է, որ նա բավականին մեծ քանակի նվիրատվություններ է տվել նաև Թրամփի նախընտրական այդ արշավին, նախորդ շրջանում եւս հանրապետական կուսակցությանը նվիրատվություններ արել էր եւ Ամերիկայում ընդունված ընդհանուր պրակտիկա է, երբ խոշոր դոնորներին ինչ որ արդեն քաղաքական նշանակումներ են անում խոշոր դոնորների հետ կապված, շատ հաճախ դրանք կարող են դառնալ ինչ որ դեսպաններ, ոչ կարևոր երկրներում երբեմն այս տիպի նշանակումներ, այստեղ մեծ հաշվով խնդրահարույց կամ ինչ որ նոր բան չկա, սա ընդունված պրակտիկա է Միացյալ Նահանգներում, այդ թվում է մինչև Թրամփի վարչակազմը, այսինքն այս հիմնադրամը զբաղվելու է TRIP պրոյեկտի ֆինանսավորմամբ, բայց ոչ միայն, ինչպես նշված է Guardian-ի նյութում, այն զբաղվելու է նաև պրոյեկտների իրականացմամբ Կենտրոնական Ասիայում, Ադրբեջանում, Վրաստանում, այսինքն երբ այդ անվանման մեջ մենք տեսնում ենք plus բառը, TRIP+, դա նշանակում է, որ հիմնադրամը զբաղվելու է ոչ միայն TRIP ծրագրի ֆինանսավորմամբ, այլ նաև TRIP-ի շուրջ ընթացող տարբեր գործընթացների, հնարավոր գործընթացների ֆինանսավորմամբ, այդ թվում նաև միգուցե կրիտիկական տարբեր հանքանյութերի արտահանմամբ, որը մտնում է այս վարչակազմի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ։ Ընդհանուր առմամբ սա նշանակում է նաև, որ ինչպես արձանագրել էինք նախկինում, գործընթացը առաջ է շարժվում, սա կարևորագույն կառույց է, առանց որի գոյության հնարավոր չէ սկսել աշխատանքները TRIP-ի գործարկման, դեռևս ամիսներ առաջ սկսվել էր այս գործընթացը, այդ կառավարման խորհրդի ձևավորման գործընթացը հենց հիմնադրամի, եթե չեմ սխալվում, 1 ամիս առաջ կար նաև նորություն այն մասին, որ արդեն պաշտոնապես հիմնվել է նաև TRIP-ի զարգացման ընկերություն, այսինքն այն ընկերությունը, որտեղ Հայաստանը չափաբաժին ունի, հիմա տեսնում ենք, որ սկսվել է նաև Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված վերջի փաստաթղթի ռազմավարական TRIP-ի շուրջ ռազմավարական գործընկերության փաստաթղթի վավերացման գործընթացը եւ այս ամենը ու նաեւ նշենք, որ վերջերս շաբաթներ առաջ կամ 2 շաբաթ առաջ Հայաստանում էր գտնվում նաև այդ տեխնիկական զննման թիմը, որը տեղանքի ուսումնասիրությամբ է զբաղվում, եւ այս ամենը հուշում է, որ երևի մինչև տարվա վերջ ամեն ինչ կարող է պատրաստ լինել արդեն կառուցապատման աշխատանքների համար, այսինքն այդ երկաթգծի վերականգնման աշխատանքների համար, այդ մասին ի դեպ վերադառնալով առաջին թեմային նշեց նաև Ալիևը, ընդգծելով, որ կա ակնկալիք, որ տարվա վերջ այդ աշխատանքները կսկսվեն։ Շնորհակալություն Տիգրան։ Ես եմ շնորհակալ։